Վաղ ազգային ժողովի առաջին նիստն է եւ ես հույս ունեմ, որ առաջին օրենքի նախագիծը, որ կընդունի այս ազգային ժողովը, կլինի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Իսկ փոփոխությունը կլինի այն, որ ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցակազմ տեղ կգտնի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքում։ Ինչու է սա կարևոր։ Հիմա էլ ընտանիքների ներսում տեղի ունեցող բռնության երևույթները դատապարտվում են տարբեր հոդվածներով քրեական օրենսգրքով։ Մասնավորապես հոդված 196-ը սահմանում է մարդուն ֆիզիկական ցավ եւ հոգեկան տառապանք պատճառելը, եթե դա կատարվում է մերձավոր ազգականի կողմից, իսկ ամուսինները համարվում են մերձավոր ազգական, եթե կատարվում է հանցավորից կախվածության մեջ գտնվողի նկատմամբ, իսկ կանայք հիմնականում կախվածության մեջ են գտնվում ամուսիններից, եթե կատարվում է հղի կնոջ նկատմամբ, դատապարտվում է 3-ից 7 տարի ազատազրկմամբ։ Ինչը կարևոր, որպեսզի այս եւ մնացած տարբեր հոդվածներում տեղ գտած բռնության երևույթները տեղավորվեն ընտանեկան բռնություն անունը կրող հոդվածի տակ, որպեսզի ամուսինները ճանաչեն իրենց արարքը, նույնականացնեն քրեական հանցագործության հետ եւ գիտակցեն դրա հնարավոր հետևանքները։ Հիմա որևէ տղամարդ չգիտի, որ կնոջը ապտակելը, իր կնոջը ապտակելը դատապարտելի քրեական հանցագործություն է։ Որևէ կին չգիտի, որ այդ ստացած ապտակը, որը եւ ֆիզիկական ցավ, եւ հոգեկան տառապանք է պատճառում, ոչ թե նորմալ երևույթ է, ոչ թե սիրո կամ ուշադրության արտահայտություն է, այլ պարզապես քրեական հանցագործություն, որը քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով դատապարտվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ։ Նաև սա հնարավորություն կտա, որպեսզի կանայք ամուսնու կողմից բռնության ենթարկվելու բողոքով ոստիկանություն ներկայանալու պարագայում չստանան պատասխան, որ դե լավ ընտանիքի ամեն ինչ կպատահի, ինչ ես ճոխացնում, գնա այսօր ծեծեց, վաղը կսիրի, ամեն ինչ կանցնի։ Մենք իրավունք չունենք թույլ տալու մեզ, որպեսզի մեր ընտանիքները լինեն քրեական ենթամշակույթի բնօրյան, այնինչ, եթե քրեական հանցագործությունները ընդունելի են ընտանիքների ներսում, դա չի կարող չբերել, չծնել նոր հանցագործություններ, դա չի կարող քրեական ենթամշակույթը չհիմնավորել մեզանում որպես պարզապես կյանքի օրենք։ Նախկինում նման փորձ եղել է քրեական օրենսգրքում ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցակազմ ներառելու փորձ եղել է, որը անհաջողության է մատնվել պատճառաբանությամբ, որ մեր օրենսգրքի կառուցվածքը այլ է եւ նման հնարավորություն չի տալիս։ Կարծում եմ, որ օրենսգրքի կառուցվածքը ամենակարևորը չէ այս խոսակցության մեջ եւ կարող է փոքրիչ փոփոխվել։ Շնորհակալություն եւ հաջողություն եմ մաղթում այս խորհրդարանի աշխատանքներին։